Շնորհակալություն, բարև ձեզ, Դավիթ Մամյան, հարցը ուղղված է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարին։ Պարոն նախարար, Ադրբեջանում շարունակվում են ապօրինաբար պահվել հայ գերիներ, նրանց նկատմամբ իրականացվում է շինծու եւ կեղծ դատական գործընթաց, եւ մտահոգություններ կան, որ այդ անձինք, որոնցից է նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, եւ ով արդեն ավելի քան 20 օր է հացադուլ է հայտարարել, ենթարկվում են խոշտանգումների։ Եվ այդ խոշտանգումների մասին են վկայում նաեւ Ադրբեջանի կողմից բարբերաբար տարածվող լուսանկարները դատական գործընթացներից։ Այս համատեքստում կցանկանայի հասկանալ, թե որն է Եվրոպական միության, ինչպես նաեւ հենց Նիդերլանդների դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ եւ ինչ քայլեր կարող են ձեռնարկվել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ եւ այս հարցի լուծման ուղղությամբ։ Շնորհակալություն։ Thank you, Mayor, very much. Thank you for the questions. We believe that, in general, prisoners and detainees need to be protected well. Պետք է պաշտպանված լինեն հավաքապաշտի միջազգային չափանիշների համաձայն։ Եվ ազատ եւ արդար դատավարության իրավունքներ պետք է ունենան։ Խնդրում վստահ եք, որ այս վերագայում եւս Նիդերլանդները եւ Եմեն կշարունակեն առաջ մղել այս հարցը, մեր ուշադրությունը սևեռում ենք այս հարցի վրա, նաեւ Բրյուսելում կա այս հարցը բարձրացված եւ սա մի բան է, որ մենք իսկապես կշարունակենք սրա յետևով կանգնեցնել արդար դատավարություն եւ արդար իրավունքներ վերաբերող բոլորին։ Շնորհակալություն Նարեկ Կիրակոսյան Factor TV հարցը ուղղում եմ Նիդերլանդների նախարարին, նախ խնդրեմ ասել պարոն նախարար, արդյոք այս ստորագրված փաստաթուղթը ենթադրում է նաև սպառազինության շրջանակներում համագործակցություն Հայաստանի հետ, թե ոչ։ Երկրորդ հարցը Հայաստանի ղեկավարությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման առումով առաջարկում է խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Դուք ինչպես եք պատկերացնում Եվրամիությունը, Նիդերլանդները ինչպես կարող են աջակցել այդ նախաձեռնությանը, կարող են կամ չեն կարող աջակցել, թե ոչ, եւ խնդրեմ անդրադառնալ նաեւ Բաքվում պահվող հայ գերիների հարցին, ճիշտ է, դուք անդրադարձաք թեմային, բայց արդեն շուրջ 2 տարի է 23 հոգի Ադրբեջանում կանգնած է դատարանի առաջ անօրինական պայմաններում նրանք խոշտանգվում են, բռնությունների են ենթարկվում, այդ դատավարություններն անցնում է ավտորիտար ռեժիմում առանց անկախ լրատվամիջոցների եւ իրավապաշտպանների ներկայության։ Դուք գործընկերոջս հարցին պատասխան նշեցիք, որ հետեւողական կլինի Եվրամիությունը եւ այլն, բայց չեք կարծում, որ պետք է մարդու իրավունքները կարևորելու տեսանկյունից Ալիևի ռեժիմի դեմ կոշտ մեթոդներ կիրառել։ Շնորհակալություն։ Thank you for the question. Thank you for the strategic question. Շնորհակալ եմ ռազմավարական գործընկերության մասին հարցի համար։ Նաև կարող եմ հաստատել, որ ռազմավարական գործընկերությունը Հայաստանի եւ Նիդերլանդների մեջ, այո, սա դեմ չէ որևէ մեկին, սա Ադրբեջանի դեմ չէ, սա Թուրքիայի դեմ չէ, սա որևէ մեկի դեմ չէ։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը փորձում է բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը եւ այդ համատեքստում է, որ մենք ուզում ենք բարձրացնել երկու երկրների միջև մեր համագործակցությունը, ուստի բարձրացնելով մեր համագործակցությունը Հայաստանի եւ Եմենի միջև, սա եւս կհանգեցնի դրան բնականաբար, որ մենք անդամ երկրներից մեկն ենք։ Սա ռազմական զինամթերքեր որևէ կետեր չունենք։ Մենք շատ այլ կետեր կան, որոնցով կարող ենք ամրապնդել մեր հարաբերությունը ունենք տնտեսական ոլորտում, արտաքին քաղաքականության զանազան դրույթներ կա, որոնք կարող ենք ամրապնդել մեր հասարակությունների միջև կապերը կարող ենք ամրապնդել, բայց այստեղ ռազմական համագործակցություն չի ենթադրում, ոչ էլ սպառազինության հետ որևէ կապ կա։ Մենք սատարում ենք խաղաղության ձեռքբերում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ հարաբերությունների նորմալացում Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Սա անշուշտ նախ եւ առաջ երկու երկրների համար է կարևոր, բայց ես տեսնում եմ, թե մենք որքանով ենք ուզում աջակցել դա։ Եվ Եմեն եւս սա ուզում է աջակցել, որ սա շատ կարևոր է։ Եմը հարևանության շրջանակներում մենք տեսնում ենք հույսի շողեր, տեսնում ենք այս իրարանցման մեջ, այս միջազգային զարգացումների իրարանցման մեջում տեսնում ենք հույսի շողեր
եւ դրական հորիզոնների հույս նկատելի է կարծում սա շատ լավ բան է մեկ քայլ առաջ գնալու եւ տեսնելով թե որքանով է կամենում ՀՀ կառավարությունը առաջ գնալու այս ուղղությամբ որը մենք մեծապես քաջալերում ենք եւ քաջալերում ենք Ադրբեջանին եւս քաջալերում ենք Թուրքիային եւս շարունակելու իրենց քայլերը դեպի Հայաստան կանոնակարգելու ավելի կարգավորելու կարծում սա տարածաշրջանի բարգավաճման համար լավ քայլ կլինի եւ ընդհանուր առմամբ ինչպես նաեւ Եվրոպայի ինչ վերաբերում է գերիների հարցին կարծում ընդհանուր առմամբ պատասխանել մենք հարցին խնդրում եմ վստահ եղեք հավաստիացնում եմ ձեզ որ Նիդերլանդներից եւ ԵՄ-ի կողմից մենք կշարունակենք մեր ուշադրությունը սևեռելու այս հարցի շուրջ եւ շարունակում ենք հավատալ որ գերիները պետք է վարվեն լավ եւ արդար դատավարության իրավունքները նրանց պետք է պահպանվեն այս հարցը մենք այո կշարունակենք բարձրացնել նաեւ Բաքվում այս հարցի շուրջ չեմ ընդայնի ես այս հարցը քանի որ բայց իմացեք որ սա մի հարց է որին մենք մեր ուշադրությունը սևեռում ենք